Կիրակոսյան, դուք թեկնածուներից մեկն եք, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ձեր սպասելիքները նախ կարճ այսօրվա ժողովի մասով Դրական։ Որ արժանիքի համար պետք է Մակար Կիրակոսյանին ընտրեն որպես Դա կարծում եմ ես չէ որ պետք է ասեմ, դատավորները ընտրության դրա գնահատականը կտան։ Ովքեր են ձեր մրցակիցները։ Մրցակից որպես այդպեսին չկա, նախ դատական համայնքում մենք գործընկերներ ենք, մրցակիցներ չենք, առնվազն։ Այս պայն քրեական մասնագիտացման միայն իմ թեկնածությունն է եւ քաղ մասնագիտացված այլ գործընկերոջ թեկնածությունն է։ Մեկ քրեական մասնագիտացման, մեկ քաղ մասնագիտացման։ Երկուսը եք, մյուսը Լիլիթ Սարգսյանն։ Այո։ Երկուսը ըստ էության կընտրվեք, մի հատ քրեական։ Պարոն Կիրակոսյան, ես ուզում եմ, որ դուք որպես դատավոր մի իրավիճակի մասին գնահատական տաք, դա միջազգային կառույցներն են այդ գնահատականը տվել, որ դատական իշխանությունը քաղաքականացված է։ Դուք ունեք այս ամենին հակափաստարկ։ Երրորդ իշխանությունը քաղաքականացված է։ Չեմ կարող այդ հարցին այսպես գնահատական տալ։ Երբևէ։ Կարողա ձեր բախտը չի բերել ես քաղաքական գործեր չեն մակագրել, որ այս հանգը գա ասեն, պարոն Կիրակոսյան, գիտեք ինչ պետք է անեք։ Առնվազն կարող եմ արձանագրել որևիցե նման միջադեպ կամ երևույթ ինձ։ Դուք այսինքն դատական համակարգը ներկայիս իրավիճակում լիարժեք անկախ եք գնահատում։ Առնվազն այո։ Միջազգային կառույցները ձեզ չի անհանգստացնում իրենց գնահատականը։ Հարգելի լրագրող, հաշվի առնելով ամենայն անկեղծությամբ, որ ծանոթ չեմ նշված փաստաթղթին, գնահատական տալը կարծում եմ առնվազն ճիշտ չի լինի։ Դատական օրենսգրքի փոփոխություններին ծանոթ եք, ազգային ժողովի առաջին ընթերցմանը արդեն անցել է։ ՀԿ-ներին բերում են ձեր գլխին մահակ, որ մի լավ վարույթներ հարուցեն, որ ցանկալի դատավորներին ասեն կարգապահական վարույթի արդյունքում որոշվեց ձեր լիազորությունները դադարեցվել։ Չեք պատրաստվում խոսել։ Ես իմ խոսքը նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշմամբ գրավոր արտահայտել եմ։ Ասեք գրավոր ինչ եք արտահայտել։ Թույլ տվեք այս բանը ինչ ասել։ Գաղտնիք չկա։ Ումից։ Իշխանություններից, որ կարող է շատ հանգիստ ԲԴԽ-ն որոշի պարոն Կիրակոսյանին այսօր կանչել ասել այ գնահատական եք տվել Դավիթ Հարությունյանի ճակատագրին առնորդ մարդը գնահատական եք ինչու Որևիցե վախի մթնոլորտ չկա, որևիցե վախ առնվազն ես չունեմ։ Որևիցե իմ գործունեության վերաբերյալ։ Դուք ինչպես զգացիք ձեզ որպես դատավոր եւ օրինակ Նիկոլ Փաշյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա մի դատավոր, որի Խուսափում եք այդ Դա